Նայեք, ես ավելի հետաքրքրված եմ Եվրոմիության նախագահի ելույթով։ Կարծում եմ այստեղ խնդիրը մեր առաջ շատ հստակ է դրված, որ եվրոպական այս գործընթացները պետք է արագացնել եւ շատ բան մեզանից է կախված։ Այսօր Հայաստանի խնդիրն է հնարավորին չափ արագ ինտեգրվել եվրոպական կառույցներում, որտեղ դա մեր համար անհրաժեշտ է, եւ պետականության կայացման առումով, եւ տնտեսության զարգացման առումով։ Դժբախտաբար այդ գործընթացներում մենք մեր հարևաններից կամ մյուս նման իրավիճակում գտնվող երկրներից հետ ենք։ Մեզանից առաջ է Վրաստանը, մեզանից առաջ է Մոլդովան, մեզանից առաջ է Ուկրաինան, մենք 4-րդ տեղում ենք լավագույն դեպքում, մենք մրցում ենք Ադրբեջանի հետ։ Մեր մրցակիցը պետք է լինի Վրաստանը։ Մենք շատ շուտով պետք է լինենք առաջի դիրքերում, որովհետև մեզ համար դա իսկապես պետք է։ Բայց դժբախտաբար ժողովրդավարական գործընթացները, ինչպես տեսնում ենք Հայաստանում, այնքան թանթաղ են ընթանում, որ կարծում եմ նաև հստակ մեսիջներ կա Եվրոմիության կողմից, երբ դոնորների հավաքը հետաձգվեց մինչև նախագահական ընտրություն, այնպես որ մեր վրա, իշխանությունների վրա այսօր մեծ պարտավորություն կա այս գործընթացները արագացնելու։ Բնականաբար Եվրոմիության նախագահը գտնվելով Հայաստանում, իհարկե ինքը պետք է խոսի դրական երևույթների մասին նաև, բայց բնականաբար իր ելույթում շատ հստակ մեսիջներ կան, որ այն, ինչ արվում է Հայաստանում, դեռևս բավարար չի, պետք է ավելի արագացնել, որովհետև մեր առաջ դրված է մեծ հնարավորություն, դա ասոցիացիան պայմանագրի ստորագրումն է, դա իր ավարտին հասցնելն է, որը Հայաստանի համար մեծ օգտակարություն է ունենալու, այնպես որ մեր առաջ լուրջ խնդիրներ կա։ Այսօր ելույթից հետո մի դեպք պատահեց, որ կարծում եմ եւ նախագահի վրա, եւ մյուս բոլորի վրա, նաեւ մեր պատգամավորներից վրա դրական տպավորություն չտվեց։ Այն, որ հնարավորություն չի տրվեց հարց տալ նախագահին, եւ շատ կոպիտ ձևով ընդհատվեց այդ բոլորը։ Կարծում եմ, որ պատգամավորները այսօր եկել ունեին հարցեր, որոնց պարզապանում օգտակար կլիներ Հայաստանի համար առաջի հերթին, երկրորդ այդ ազատ քննարկումը լավ տպավորություն կթողեր հենց Եվրոմիության նախագահի վրա, նրա պատվիրակության մյուս անդամների վրա, եւ այդ առումով ես կարծում եմ այսօր մենք մեծ հնարավորություն գործրեցինք, պարզապես ելնելով նրանից, որ ղեկավարությունը ազգային ժողովի չհամաձայնվեց, որ մենք կարողանանք հարցեր տալ եւ շատ կոպիտ ձևով այդ բոլորը ընդհատվեց եւ ես գիտեմ արդեն խոսել եմ պատվիրակության անդամների հետ, դա շատ բացասական տպավորություն է թողել Եվրոմիության պատվիրակության վրա եւ ահա վասիկ նման երևույթներ ու դեպքերն են, որ բացասական են ազդելու այս գործընթացների վրա։ Ինչն է խնդիրը, բարձրացողություն հարցերն էին ձեր կարծիքով պարոն Օսկանյան պատճառը, որ սա ազատ ամբիոն է, սա տարակապչության ամբիոն կարող է լինել, բայց կոնկրետ ես օրինակ հարցեր ունեի Հարավի հետ կապված, որ շատ օգտակար կլիներ բարձրացնելը հենց մեզ Հայաստանի համար եւ Ղարաբաղի համար եւ ես այդ հնարավորությունից հաստորեն զրկվեցի։ Ինձ համար օրինակ շատ հետաքրքիր էր, թե ինչի Եվրոմիության ներկայացուցիչը Ղարաբաղ չի այցելում եւ ես ուզում էի հենց նախագահին այդ հարցը տալ։ Այդ հնարավորությունը չդրվեց եւ ես համոզված եմ, որ որևէ մեկը մեր պաշտոնյաներից այդ հարցը երևի թե իրենց հանձնությունների ընթացքում չի բարձրացրել Եվրոմիության նախագահին։ Սա օրինակներից մեկն է։ Դու այնպես որ մտածել, որ պատգամավորները կարող են այնպիսի հարցեր տան, որ ինչ որ լավ չի հնչի իշխանությունների համար, դա արդեն ժողովրդավարություն չի։ Եվ բոլոր ֆրակցիաները կարող եմ ասել, որ զայրացած են այս երևույթից, նորից եմ ասում, սա շատ բացասական տպավորություն է թողել պատվիրակության անդամների վրա եւ նորից եմ գրկնում, ահա վասիկ այսպիսի երևույթները եւ հարցերն են, որ բացասական են ազդում արդեն մեր գործընթացների վրա Եվրոմիության հետ բանակցությունների ընթացքում։ Պարոն Օսկանյան, ավելի մենք այսօր 4-րդ տեղում ենք այդ բանակցություններում, հետ ենք մնում եւ նման երևույթները ես կարծում եմ, որ բացասական են ազդում այդ բոլորի